Բարի երեկո, եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Միայն խաղաղ բանակցություններով ձեռք բերված կարգավորմամբ է հնարավոր դուրս գալ ստեղծված իրավիճակից ու ապահովել տարածաշրջանի բարեկեցիկ ապագան։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Մինսկի խմբի եռանախագահող երկրների առաջնորդները։ Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության պարուրաձև ուժգնացումը ռիսկեր է պարունակում ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև Միջին Արևելքի ու Եվրոպայի համար։ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությանն արձագանքել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը։ Սիրիայի հակամարտության կարգավորում, Եվրոյի ճգնաժամ ու Իրանի միջուկային ծրագիր։ Մեծ 20-յակի գագաթնաժողովն անդրադառնում է համաշխարհային հիմնախնդիրներին։ Թուրք-քրդական բախումները շարունակվում են, թուրքական աղբյուրները պնդում են, հարձակվել են քրդերը, սպանել 8 ու վիրավորել 10-ից ավելի թուրք զինվորի։ Սանկտ Պետերբուրգի 300-ամյա հայ համայնքի երախտիքը։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կկառուցվի Պետրոս Մեծին նվիրված հուշարձան։ Եվ ինչ ուտել կամ ինչ չուտել ամռանը, ամառային ճաշացանկ կամ առողջ ապրելակերպի ևս մեկ հորդոր։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահները։ Վլադիմիր Պուտինը, Բարակ Օբաման և Ֆրանսուଆ Օլանդը հակամարտության կողմերին կոչ են արել ամբողջությամբ օգտագործել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությունը։ Իշարս այլ հորդորների Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները նաև կոչ են արել բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից, պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը և խուսափել թշնամական լարված հռետորաբանությունից։ Գերտերությունների ղեկավարների հայտարարության մյուս մանրամասներն ու այդ առիթով պաշտոնական Երևանի ու Բաքվի արձագանքները Արթուր Գրիգորյանի անդրադարձում։ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրից երկուսը ունի նոր ղեկավար, սակայն Ֆրանսուଆ Օլանդը ու Վլադիմիր Պուտինը Բարակ Օբամայի հետ մեկտեղ արել են նույն շեշտադրումները, ինչ նրանց նախորդները նախորդ 3 տարիներին։ 3 առաջնորդներն ընդգծել են, որ ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը և միայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքն ու զրկանքները։ Այս առանցքային նախադասությունը փոքր փոփոխությամբ վերցված է անցած տարվա Դովիլյան տեքստից։ Միայն խաղաղ բանակցություններով ձեռք բերված կարգավորմամբ է հնարավոր դուրս գալ ստեղծված իրավիճակից և ապահովել տարածաշրջանի ապահով ու բարեկեցիկ ապագան։ Մեր երկրները կողմերի հետ կշարունակեն սերտ աշխատանքը։ Մենք նրանց կոչ ենք անում ամբողջությամբ օգտագործել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությունը։ Սակայն խաղաղությունը վերջին հաշվով կախված կլինի ոչ թե միակողմանի առավելության հասնելու ձգտումից, այլ կողմերի միասնական համաձայնության և փոխըմբռնման պատրաստակամությունից։ Չնայած Դովիլյան հայտարարությունից հետո վճռական քայլեր չձեռնարկվեցին, այնուամենայնիվ արդեն ձեռք բերված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի համընդհանուր խաղաղության ապահովմանն ուղղված շրջանակային պայմանավորվածության հասնելու համար, նշում են առաջնորդները։ Նրանք կոչ են անում բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից, պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը և խուսափել թշնամական լարված հռետորաբանությունից։ 2012-ի տեքստում ակնարկ պարունակող նորույթը թերևս 94 թվականի փաստաթղթի հիշատակումն է, որի տակ, ինչպես հայտնի է, դրված է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը։ Հայտարարությանն արդեն արձագանքել են հակամարտության 3 կողմերից երկուսը՝ Ադրբեջանն ու Հայաստանը, և նրանց տեքստերում առկա է էական տարբերություն։ Ադրբեջանցիները կարելի է արձանագրել, որ անտեսել են 3 առաջնորդների դրույթները և շարադրել, թե իրենց ինչ է պետք, ասենք հայկական զորքերի դուրսբերում եւ այլն։ Մինչդեռ լիազոր մարմնի, Մինսկի խմբի հրապարակած եւ ոչ մի փաստաթղթում նման միակողմանի պահանջ երբևէ չի խրախուսվել։ Իսկ հայկական կողմը բարձր է գնահատել միջնորդ երկրների ղեկավարների ջանքերը։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հայտարարության, նախարար Նալբանդյանը նշել է, որ մեր երկիրը միասնական է եռանախագահ երկրների հետ եւ վճռական հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով։ Ինչպես Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած անցած տարի Դովիլում ընդունված հայտարարության կոչին, Ադրբեջանի ապակառուցողական մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթնաժողովում չհաջողվեց առաջընթաց արձանագրել։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել եւ շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղված առաջարկները, շփման գծից դիպուկահարների դուրսբերման, հրադադարի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Վերջին անգամ Ադրբեջանի կողմից դարվեց 1 շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու այցելության ժամանակ։ Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև շարունակաբար կոպտորեն խախտում է հրադադարը եւ սադրանքներ կազմակերպում, ասված է արտգործնախարար Նալբանդյանի հայտարարության մեջ։ Արթուր Գրիգորյան, Առաջին լրատվական։
Փարիզում 3 արտգործնախարարների հանդիպմանն ու Մեքսիկայում 3 առաջնորդների համատեղ հայտարարությանն արձագանքել է նաև Երևանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Մայքլ Քեմբեքը։ Ողջունելով նախագահների վճռական մոտեցումը խաղաղ կարգավորման հասնելու հարցում, Քեմբեքը հիասթափություն ու ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը շարունակում է տապալել վստահության ձևավորման միջոցառումները, սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծումն ու առաջին գծից դիպուկահարների դուրսբերումը։ Կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության պարուրաձև ուժգնացումը ռիսկեր է պարունակում ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև Միջին Արևելքի ու Եվրոպայի համար։ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը ողջունում է Մինսկի խմբի համանախագահող 3 երկրների նախագահների մեծ 20-յակի գագաթնաժողովի ժամանակ արած հայտարարությունը, մասնավորապես վստահությունը ամրապնդող միջոցառումների մասին դիտարկումները շատ կարևոր են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար։ Ադրբեջանն այժմ հակամարտության լուծման հարցում ցանկացած առաջխաղացում կապում է հայկական զորքերի դուրսբերման հետ։ Կցանկանայի պարզապես հիշեցնել, որ իզուր չէ, որ Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան սկզբունքները նախատեսում են զորքերի դուրսբերումը փաթեթի այլ պայմանների համատեքստում, որի նպատակը ուժային եւ անվտանգության վակուումից խուսափելն է եւ փոխարենը միջանկյալ կարգավիճակի ապահովումը, որը կպաշտպանի միջազգային խաղաղապահ ուժերի եւ երաշխիքների միջոցով։ Վստահությունն ամրապնդող բոլոր միջոցառումների իրականացումը զորքերի միակողմանի դուրսբերման հետ կապել ավելի քան ցինիկ է եւ իրականում նշանակում է, որ Բաքուն պարզապես մերժում է ԵԱՀԿ-ի առաջարկած բոլոր դիվանագիտական քայլերը։ Այս մաքսիմալիստական մոտեցումը ցավոք սրտի հանգեցնում է առավել անկայունության։ Մենք կոչ ենք անում Եվրամիությանը զերծ մնալ ամեն միջադեպից հետո երկու կողմերին կոչ անելուց եւ փոխարենը պարզ կերպով նշել, թե որ կողմից ինչ գործողություն է ակնկալվում։ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը համացանցի գիտահանրամատչելի ռեսուրսներում։ Թեմային այսօր անդրադարձել է Երևանի պետհամալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, վիրտուալ հայագիտության ու տեղեկատվության բաժնի վարիչ Մհեր Հովհաննիսյանը։ Ըստ նրա, եթե մի քանի տարի առաջ այս ոլորտում մեր մասնագետների հաջողությունները սահմանափակ էին, ապա այսօր մենք միանշանակ տարածաշրջանային առաջատարն ենք։ Մհեր Հովհաննիսյանի ձևակերպմամբ, եթե առաջ մենք միայն ադրբեջանական ստահոդ հրապարակումներին հակադարձող էինք, ապա այսօր պատկերն այլ է եւ ի տարբերություն նրանց հայկական կողմը տեղեկատվությունը տեղադրում են նախորոք ուսումնասիրելուց հետո միայն։ Դա է հայկական համացանցային կայքերի հիմնական առավելությունը, նշում է վիրտուալ հայագիտության մասնագետը։ Նրա կարծիքով արդեն ձևավորվել է մի իրադրություն, երբ համացանցից օգտվողները փնտրում են ինֆորմացիա եւ կարևոր չէ թե կոնկրետ որտեղ այն կգտնեն, կարևորն այն է, որ այն լինի համակողմանիորեն հիմնավորված։ Կենտրոնը համացանցում մոնիտորինգ է իրականացնում արդեն 5 տարի, ուշադրության կենտրոնում է 50 հայկական եւ 55 ադրբեջանական կայք։ Ըստ մասնագետի, եթե տարեկան փակվում է 4-5 ադրբեջանական կայք, բացվում մեկը, ապա հայկական ոչ մի կայք չի փակվել, ընդհակառակը դրանք բոլորն էլ զարգանում են։ Եթե պատերազմը շարունակվում է, պատերազմը տանուլ տալ նշանակում է պատերազմը ավարտվեց։ Դրա համար ես ասում եմ, մենք այստեղ առաջ ենք, քան ադրբեջանական կողմը, որտեղ պատերազմը շարունակվում է։ Բայց ես չէի ասի սա պատերազմ, որովհետև սա ավելի շատ գործընթացի մի շարունակություն է եւ փուլերից մեկն էլ նաեւ այս գիտական դաշտն է։ Հարսնակար ռեստորանային համալիրում 2 օր առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել համալիրի սեփականատեր ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես նշելով. մեջբերում եմ. Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վերհանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները, անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, մեջբերման ավարտը։ Հիշեցնեմ, որ հունիսի 17-ին Հարսնակարում տեղի ունեցած ծեծկրտուքի հետևանքով, որին ըստ տարբեր տեղեկությունների մասնակցել են ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները, ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Պաշտպանության նախարարության Երևանի Կայազորի հոսպիտալի ուրոլոգիայի բաժնի պետ մայոր Վահե Ավետյանը եւ միկրովիրաբույժ կապիտան Արտակ Բայադյանը։ Միջադեպից տուժած եւս մեկ անձ, բժիշկ Գարիկ Սողոմոնյանը, հոսպիտալացվել է այսօր։ Միջազգային մի քանի լուր, Սիրիայի հակամարտության կարգավորում, Եվրոյի ճգնաժամ ու Իրանի միջուկային ծրագիր։ Մեծ 20-յակի գագաթնաժողովն անդրադառնում է համաշխարհային հիմնախնդիրներին։ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահներն այս հարցերը նաև առանձին են քննարկել։ Չնայած որոշ տարաձայնությունների, հարցերի լուծման ընդհանուր եզրեր գերտերությունների ղեկավարները գտել են։ Թեման շարունակում է Մարիամ Մխիթարյանը։
Սիրիայի հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագիրը, Եվրամիության տնտեսական ճգնաժամը, Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգի տեղադրումը, Առևտրի համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի անդամակցությունը, սրանք Մեքսիկայում մեծ 20-ի հանդիպման ժամանակ քննարկվող հիմնական թեմաներն էին։ Այս հարցերը քննարկվել են նաև Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների մոտ 2 ժամ տևած հանդիպման ժամանակ։ Կողմերը փորձել են Սիրիայի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ընդհանուր եզրեր գտնել։ Հանդիպման ավարտին երկու նախագահները ստորագրել են 6 էջանոց համատեղ հայտարարություն, որտեղ առաջնային է համարվել Սիրիայում հայրենահեղությունը դադարեցնելն ու քաղաքացիական պատերազմը կանխելը։ Հանդիպումից հետո նախագահները հավաստիացրել են, որ Սիրիայում խաղաղության հաստատման հարցում Մոսկվան ու Վաշինգտոնը նույն դիրքորոշումն ունեն։ Օբաման եւ Պուտինը համաձայնել են, որ Սիրիայի իրադրությունն այդ երկրի ներքին խնդիրն է եւ սիրիացիները պետք է որոշեն իրենց ճակատագիրը։ Լրագրողները նկատել են, որ երկու նախագահները զուսպ են եղել, խուսափել են կտրուկ արտահայտություններից ու քննադատությունից, չնայած որ Եվրոպայում հակահրթիռային համակարգի տեղադրման հարցում տարաձայնությունները պահպանվել են։ Մենք կարողացանք խոսել եւ անվտանգության եւ տնտեսական համագործակցության հարցերի շուրջ։ Քննարկեցինք միջազգային խնդիրներ, այդ թվում Սիրիայի հակամարտությունը։ Կարծում եմ, մեզ հաջողվեց բոլոր հարցերում համաձայնության եզրեր գտնել։ Մենք կշարունակենք մեր շփումները եւ անձնական, եւ նախարարների եւ փորձագետների մակարդակով։ Վերջին 3 տարիներին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մի քանի ուղղություններով զգալի հաջողության են հասել։ Դա վերաբերում է եւ հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ նոր պայմանագրին եւ առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությանը։ Չնայած որոշ հարցերում գոյություն ունեցող տարաձայնություններին, մենք որոշեցինք գտնել ընդհանուր եզրեր։ Գագաթնաժողովի առանցքային թեմաներից էր նաև Եվրոգոտու ճգնաժամը։ Հանդիպման մասնակիցները կոչ են արել եվրոպացիներին ավելի արագ ու վճռականորեն պայքարել ճգնաժամի դեմ։ Նրանք նաև իրենց գոհունակություն են հայտնել Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, քանի որ աճ կենտրոնամետ ուժերի հաղթանակը նշանակում է Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնությունների պահպանում։ Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հունաստանի նոր կառավարությանը տրվող ֆինանսական օգնության հարցում ոչ մի զիջում չի լինի։ Մերկելը շատ վճռական է տրամադրված եւ ընդգծել է, որ Աթենքի հետ կոշտ բյուջետային քաղաքականության նոր տարբերակներ չեն քննարկվի։ Գերմանիայի կանցլերը հիշեցրել է հույներին, որ Եվրոպայում ընդունված չէ ընտրությունների առիթով կասկածի տակ դնել արդեն ընդունված համաձայնագրերը։ Մարիամ Մխիթարյան, Առաջին լրատվական։ Դարձյալ անհանգիստ է Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում։ Քուրդ գրոհայինները լայնածավալ հարձակում են իրականացրել թուրքական բանակի հենակետերի վրա, որի ժամանակ զոհվել է 18 մարդ, 8 թուրք զինծառայող եւ 10 քուրդ զինյալ։ Թուրքական կողմը նաեւ 16 վիրավոր ունի։ Հարձակումը կատարվել է Իրաքի հետ սահմանային Հաքարի նահանգում, քրդերն օգտագործել են ծանր տեխնիկա։ Թուրքական բանակի հրամանատարությունը ենթադրում է, որ հարձակումը նախապատրաստվել է Իրաքում, որտեղ գործում են քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին մարզող ու զինող բազաներ։ Թուրքիան, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները քրդական աշխատավորական կուսակցությունը համարում են ահաբեկչական խմբավորում, որը 1984 թվականից պայքարում է Թուրքիայում եւ տարածաշրջանի մյուս պետություններում քրդերի իրավունքների պաշտպանության համար։ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դատական հետապնդումները չեն դադարում։ Դատախազությունը նորից գործ է հարուցել մեդիա մագնատի դեմ եւ պահանջել է Բերլուսկոնիին դատապարտել 3 տարի 8 ամիս ազատազրկման։ Իտալիայի նախկին վարչապետը, նրա հիմնադրած Mediaset հոլդինգի նախագահն ու ղեկավարության մյուս անդամները մեղադրվում են հոլդինգում թույլ տված ֆինանսական խարդախությունների համար։ Նրանք անօրինականորեն օֆշոր այն ընկերությունների միջոցով գնել են արտասահմանյան ֆիլմերի ու հաղորդումների ցուցադրման իրավունքն ու էժան գնով վաճառել հոլդինգին։ Մեղադրող կողմը բացատրել է, որ այդ ճանապարհով հնարավոր է եղել խուսափել հարկերից, ստեղծել անօրինական հիմնադրամներ եւ ստացված գումարներն օգտագործել Բերլուսկոնիի քաղաքական քարոզարշավը ֆինանսավորելու համար։ Մեղադրյալները հերքում են իրենց մեղքը։ Բացի այդ, գործից Բերլուսկոնիին մեղադրում են նաեւ անչափահասի հետ սեռական կապի եւ իշխանությունը չարաշահելու համար։ Սանկտ Պետերբուրգի 300-ամյա հայ համայնքի իրախտիկը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կկառուցվի Պետրոս Մեծին նվիրված հուշարձան։ Պատմության ընթացքում հայերին քաջալերելու եւ մեծ աջակցություն ցուցաբերելու համար Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը որոշել է այդ կերպ իր երախտիկը հայտնել համայն Ռուսաստանի կայսր Պետրոս առաջինին։ Ազնիվ հայ ժողովրդին պահել առանձնահատուկ ողորմածությամբ, հրամայել ենք նրանց վաճառականությանը ոչ միայն պաշտպանել, այլև առավել մեծ շահի եւ օգուտի համար որոշ առանձին արտոնություններով էլ կոշտենք ու ամենաողորմած ձևով բարյացակամ կլինենք։ Սրանք Ռուսաստանի կայսր Պետրոս առաջին մեծի խոսքերն են։ Մի շարք հրամաններում նա քաջալերել է հայերի վերաբնակեցումը Ռուսաստան, նրանց էական աջակցություն ցուցաբերել։ Սանկտ Պետերբուրգի հայությունը վճռել է իր երախտիկն արտահայտել մեծ բարենորոքիչին։ Պետերբուրգում նման հուշարձան կանգնեցնելու թույլտվություն
տրվեց, սակայն Հրաչյա Պողոսյանին հայտնի դարձավ, որ հարևան Կիրովսկի ծայրամասում Կրասնեի Սոսնի Կարմիր Սոճիներ կոչվող վայրում 1845 թվականին Պետրոս Առաջինի հիշատակին հուշարձան էր կանգնեցվել, որը քանդվել է մեծ հայրենականի տարիներին, եւ բարերարը վճռեց վերականգնել Սպիրիդոնով Քարտաշ եղբայրների ստեղծած հուշարձանը։ Մայիսի 11-ին Կիրովսկի կենտրոնում Նևայի ափին գտնվող զբոսայգում մոթվեց հողը, որի վրա 2013-ին կանգնեցվելու է կայսեր վերականգնված հուշարձանը։ Народ, забывающий свою историю. Այն ժողովուրդը, որը մոռանում է իր պատմությունը, իր լեզուն, մշակույթը, հոգևոր ավանդույթները ինքն էլ է վերանում։ Ուստի յուրաքանչյուր փոքրիկ հուշարձանի վերականգնմամբ իրականում վերակենդանացնում ենք ժողովրդի մեծ На самом деле восстанавливаем большую историю народа. Անչափ ուրախացանք, երբ իմացանք, որ Հրաչյա Պողոսյանը վճռել է վերականգնել Պետրոս Առաջինի հուշարձանը։ Հսկայական կարևորություն ենք տալիս այս նախաձեռնությանը։ Հուշարձանը լիովին կրկնելու է Սպիրիդոնով եղբայրների կանգնեցրածը եւ ունենալու է սև գրանիտե գնդով ավարտվող կոնի տեսք։ Գոհար Մարտիրոսյան, Առաջին լրատվական, Սանկտ Պետերբուրգ։ Իտալիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է իտալացի լեռնագնաց Տիտո դե Լուկայի Արարատ Նոյան տապանի հետքերով գրքի շնորհանդեսը։ Հեղինակին շնորհավորել է Իտալիայում մեր երկրի դեսպանը, իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, Հռոմի եւ Պիզայի համալսարանների գիտնականները։ Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստավայր Վիլլա Չելիմոնտանայում հայկական միջոցառմանը մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի գիտության գործիչներ։ Դեսպան Կարապետյանն ընդգծել է միջոցառումը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու եւ հայկական մշակույթի տարրերը գողանալու ու որպես սեփական դրանք ներկայացնելու քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ։ Գրքի հայերեն թարգմանությունը կներկայացվի աշնանը Հայաստանում, սրբազան լեռան գաղտնիքների իտալական մեկնաբանությունը կհրատարակվի նաև ռուսերեն։ Շատերը գիտեն Նոյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա։ Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական Սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը նրա հայրենիքը։ Մեր փնտրտուքի ամենահետաքրքիր մասը կապող թելն այն է, որ հայերին միացնում է Նոյան տապանին։ Արարատ լեռան սրբազանությունը հայերի համար գլխավորապես նրանում է կայանում, որ այնտեղ կան Նոյան տապանի հետքերը։ Ցեղասպանությունը ոչ միայն չջնջեց հայոց ներկայությունը Արարատ լեռան վրայից, այլ նաև հիշատակը, թե որտեղ է գտնվում իրականում Նոյան տապանը։ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքում այսօր ազգային պատկերասրահում տեղի է ունեցել նոր նամականիշերի մարման հանդիսավոր արարողությունը։ Ներկայացվել է նամականիշերի նոր շարք եւ Հայաստանում դրանց թողարկման պատմությունը։ 2012-ի շրջանառության մեջ դրված նոր շարքի 7 նամականիշերի վրա պատկերված են Այբուբենի Այբից Է տառերը։ Դրանք 5-ից 10-րդ դարերի մշակված երկաթագիր տառատիպերն են, զարդանախշերը վերցված են հայկական մանրանկարներից եւ վերարտադրված են ձեռքով։ Այսօր մեզ համար շատ հաճելի անակնկալ էր, որ ունենք նամականիշեր հայկական տառերով։ Առաջիկայում 7 տառերը, իսկ հետագայում մեր ամբողջ Այբուբենը ինքը այս միջոցով կդառնա ճանաչելի ամբողջ աշխարհում։ Հունիսի 26-ից հուլիսի 1-ը Լոնդոնում կայանալու է Պառնաս խորագրով պոեզիայի համաշխարհային փառատոնը։ Աշխարհի տարբեր երկրներից 4000-ից ավելի հայտ ներկայացրած բանաստեղծներից Պառնասի կազմակերպիչներն ընտրել են 204-ին։ Հայաստանից փառատոնին մասնակցելու է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Գրողի ստեղծագործությունները միջազգային բանաստեղծական հավաքին կներկայանան թարգմանչուհի կնոջ Արմինե Թամրազյանի անգլերեն թարգմանությամբ։ Հայկական պոեզիայի արմատները խորն են, մեր ժողովուրդը հրաշալի պոետներ է ծնել, Լոնդոնյան Թայմսին տված հարցազրույցում ասել է Ռազմիկ Դավոյանը։ Իդեպ Պառնասի մեկնարկին Լոնդոնի երկինքը կհեղեղվի պոեզիայի անձրևով, երկնքից կթափվեն հատուկ էջանշաններով բանաստեղծությունները, այդ թվում նաև Ռազմիկ Դավոյանի Եսենինը։ Արևմտահայ գրականությունը, արևմտահայ արդեն իսկապես պոեզիան եւ արևելահայը հզոր բորբոք ճառագայթում է։ Հիմա մենք քննություն բռնում ենք, թե չենք բռնում։ Իհարկե կբռնենք քննություն, եթե այդ բոլորը պատշաճ մակարդակով մատուցվի։
Շարունակվում է Փյունիկ համահայկական բարեգործական հիմնադրամի աջակցությունը դպրոցներում լաբորատորիաների, իսկ բակերում մանկական խաղահրապարակների ավելացմանը։ Երևանի քաղաքապետի ու Փյունիկ հիմնադրամի ղեկավարների մասնակցությամբ հերթական խաղային հրապարակներն այսօր բացվել են Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, այս համայնքում երկու խաղահրապարակով չեն սահմանափակվելու։ Վարչական այս շրջանը կունենա նոր այգիներ և 10-ից ավելի նոր խաղահրապարակներ։ Իդեպ ծրագիրն ընդգրկում է ոչ միայն ամբողջ հանրապետությունը, այլև Արցախն ու Ջավախքը։ Ամենամեծ ներդրումն ըստ հիմնադրամի համանախագահ Լևոն Սարգսյանի խաղի ընթացքում մանուկների դեմքի ժպիտներն են ու նրանց համընդհանուր ոգևորությունը։ Գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում 20-ից 30 խաղահրապարակներ ունենք բացելու, ամեն տարի մեր քաղաքականությունն է, որ բոլոր բակերը վերականգնենք եւ հանձնենք բնակիչներին։ Շուտով նաև ծրագիր կա քաղաքապետարանի հետ մանկական հնգամարտի մրցումներ անցկացնելու եւ դրանց անհրաժեշտ պարագաներ արդեն պատվիրել են։ Երբ որ այս ուրախությունը կտեսնենք համայնքի մեջը եւ մեր ժողովրդի մեջը, պետք է որ շարունակենք։ Հայաստանյան մանկատների բոլոր շրջանավարտներին այսօր 300,000 դրամ է նվիրել Տաշիր բարեգործական հիմնադրամը։ Թող որ ծնողների խնամքից հեռու մեծացած երիտասարդների համար այն դառնա սերմացու գումար, մեկնարկային փող, մեծ գործերի եւ աշխարհում ճանաչված հայ մարդ դառնալու ճանապարհին, ասել են միջոցառմանը ներկա մեծահասակները։ Ֆինանսական աջակցության այս ծրագիրը Կարեն եւ Սամվել Կարապետյաններն իրականացնում են արդեն 4-րդ անգամ։ Երիտասարդներից ոմանք որոշել են գումարով համակարգիչ գրել, մյուսները դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպես կծախսեն նվիրատվությունը։ Բոլորը սակայն միահամուռ որպես երախտագիտության նշան բարեգործներին խոստացել են արդարացնել հույսները, նախ կփորձեն բարձրագույն կրթություն ստանալ։ Ես դեռ մնալու եմ Գավառի մանկատանը, կսովորեմ այնտեղ Գավառի պետական համալսարանում սովորելու բանասիրական բաժնում, ավարտելուց հետո կորոշեմ, թե ինչ ինձ կծախսեմ իմ գումարը։ 6 մանկատների 30 շրջանավարտների համար հաշիվներ են բացվել բանկում, նրանց կտրամադրվեն բանկային քարտեր, յուրաքանչյուրի վրա 300,000 դրամ գումար։ Կարապետյանների ընտանիքը հույս ունի, որ այս գումարը կնպաստի, որպեսզի այս երեխաները հասարակության ինտեգրվելու գործընթացը ավելի դյուրին անցնեն։ Այս տարին գյուղացու համար սակավաջուր կլինի, հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը։ Հայաստանի ոռոգելի 155,000 հեկտարից 130,000-ը սպասարկում են Ջրային տնտեսության կոմիտեի կառույցները։ Ջրի զգալի պակաս են զգալու Արարատյան դաշտի 73,000 հեկտար հողօգտագործողները։ Գյուղացու պահանջարկը բավարարելու համար այս տարի ընդհանուր առմամբ կպահանջվի 1 միլիարդ 130 միլիոն խորանարդ մետր ջուր։ Սակայն թերի են լցվել Ապարանի, Ազատի, Թալինի ջրամբարները, սակավաջուր են նաև գետերը։ Միակ հույսն ըստ Ադիբեկ Ղազարյանի մնում է Սևանը։ Ջրի դեֆիցիտը մեղմելու համար կոմիտեն եւս 150 միլիոն խորանարդ մետր ջուր է խնդրել մասնավորապես Արարատյան դաշտի ոռոգումն ապահովելու համար։ Բոլորս պետք է շատ խնայաբար վերաբերվենք այն ջրին, ինչ որ մեզ հատկացվում է։ Դա վերաբերում է եւ առաջի հերթին շահագործող կազմակերպություններին եւ իհարկե մեր գյուղացիներին, մենք բոլորին օրդորում ենք եւ խնդրում ենք, որպեսզի ավելի տնտեսված ձևով մոտենան այդ ամեն ինչին։ Ինչ ուտել ամռանը, կամ ավելի ճիշտ ինչից խուսափել, երբ սնդիկի սյունն անցնում է, ասենք, +28-ը։ Շոքին ճիշտ սնվելու համար երևի թե միայն սեփական օրգանիզմի պահանջները լսելն էլ բավարար է, բայց մենք դա չենք անում, մասնագետների խորհուրդներին հետևելու մասին էլ խոսք չկա։ Արդյունքում նվազագույնը վատ ինքնազգացողություն, առավելագույնը սուր թունավորում։ Եվ սա փաստում է նաև վիճակագրությունը։ Պետք չէ ամռանն ուտել, այնինչ ձմռանն է ուտում, հանրապետության գլխավոր վարակաբանի խորհուրդն է։ Մեր այդ ճոխ խնջույքի սեղանները անկախ դրանից թե ձմռանն են թե ամռանը համար գրեթե իրարից չեն տարբերվում։ Հարսանիքից եղել է մեզ մոտ 70 հիվանդ են բերել, 70 թունավորոց։ Դա այն մարդիկ են, որոնք օգտագործել են այդ աղցանները, որոնք ժամերով մնացել են արևի տակ։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամռան եւ ձմռան ջերմաստիճանների միջև մեծ տարբերություն կա, եւ այս դեպքում պետք է անպայման հաշվի առնել սննդի պահպանման կանոնները։ Ըստ Արա Ասոյանի, բացի այն, որ ամռանը պետք է հնարավորինս խուսափել մսամթերքից ու քիչ օգտագործել կաթնամթերք, բացի պանրից ու մածունից, առավել կարեւոր է այն, թե ինչպես է պահպանվում սնունդը։ Միշտ թունավորումները եղել են
այն սննդամթերքից, որը ճիշտ չի պահպանվել։ Այս տարի դեռ սեզոնային սննդային թունավորումներ չեն արձանագրվել, սակայն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում անգամ նման շոկին բնակչության մեծ մասը հաշվի չի առնում, թե որտեղ եւ ինչ է ուտում։ Սննդի արագ պատրաստման կետերում անգամ հերթեր են գոյանում։ Չեք խուսափում դրսում սննդի արագ պատրաստման կետերից օգտվելուց։ Ծանոթ տեղերից եմ միշտ վերցնում, օրինակ, որտեղ որ գիտեմ, որ հաստատ լավն է։ Քիչ եմ այսպիսի տեղեր լինում։ Երբևէ չեք թունավորվել։ Ոչ։ Կանայք այդ օդնոցներով խմորեղեն են վաճառում ճանճերի հետ միասին։ Այդ խմորեղենի վրա ճանճերը ավելի շատ։ Ես զարմանում եմ, գիտեք, ել եմ ասում, այստեղ ոստիկանական մեթոդներ պետք չի, ուղղակի չի կարելի նրանից գնել այդ ապրանքը։ Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր գնում են այդ ապրանքը։ Սրճարաններում փորձեցինք պարզել, թե հաճախորդներն ամենաշատը ինչ են նախընտրում ուտել այս սեզոնին դրսում։ Հաճախորդները գիտակցաբար են ընտրում սննդատեսակները, թե ոչ, այնուամենայնիվ շոկն իրենն անում է։ Մարդկային օրգանիզմը չի կարող ծանր սնունդն այս եղանակին մարսել այնպես, ինչպես կմարսեր ձմռանը։ Ձմեռը ավելի շատ մսային, ավելի շատ տաք բաներ, ճաշեր եւ այլն։ Հիմա ավելի շատ բանջարեղեն է ժողովուրդը թեթևասում, քանի որ շատ շոկ է։ Հանրապետության գլխավոր վարակաբանի խորհուրդն է հնարավորինս քիչ ուտել կրեմով խմորեղեն, սննդակարգում նվազեցնել մսամթերքի չափաբաժինը, ամեն օր քնելուց առաջ ուտել մածուն եւ պահպանել սննդի տարրական հիգիենան, անկախ տարիքից ամռանը օրվա ընթացքում օգտագործել 1-ից 1.5 լիտր հեղուկ։ Ռուզաննա Վարդերեսյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Հանրայինի այս երեկոն եւս ֆուտբոլային է։ Եվրոպայի առաջնությունում այսօր կորոշվեն D խմբից քառորդ եզրափակչի մասնակիցները։ Առաջին ալիքով 22:45-ին կարող եք հետևել Անգլիա-Ուկրաինա, նույն ժամին շողակաթով Ֆրանսիա-Շվեդիա հանդիպմանը։ Հաճելի երեկո եմ մաղ։ Բարի երեկո։ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները նախորդին հայտարարություն են տարածել կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Իհարկե հասկանալի է, որ դիվանագիտությունը նուրբ փեշակ է եւ դիվանագիտական ձևակերպումներն էլ փեշակի նրբությանը համապատասխան են արվում։ Բայց եթե ինքդ դիվանագետ չես եւ քո փեշակը բոլորովին այլ է, հասկանալ այս ձևակերպումները երբեմն չափազանց բարդ է լինում։ Եվ այսպես, հայտարարության մեջ ուշադրություն դարձրեք ցավ է հայտնվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն կարողացել վճռական քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար եւ կոչ են արել արագացնել կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնությունը։ Ֆորմալ առումով զուտ դիվանագիտական հայտարարություն, որում փորձ է արվել հակամարտող կողմերից որևէ մեկի ասին սիմպաթիա չարտահայտել, կողմնակալություն չդրսևորել եւ այլն։ Բայց այստեղ խնդիր կա, որն իրականում չափազանց լուրջ այնքան, որ հետևանքները վաղ մյուս օրը կարող են եւ աղետալի լինել։ Ինչի մասին է խոսքը։ Մենք այսօր ունենք շատ պարզ մի իրադրություն կապված բանակցային գործընթացի հետ։ Միջնորդ երկրների մասնակցությամբ ընթացող քննարկումների արդյունքում ծնվել են հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է խարսխված լինի բանակցային process-ը։ Ուժի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն։ Կոպիտ ասած, սրանք այն 3 հիմնական կանոններն են, որոնց վրա էլ պետք է կառուցվի խաղը։ Եթե պատկերավոր արտահայտվեմ, ասենք ֆուտբոլային օրինակով, ապա մրցավարները մրցակից 2 թիմերի հետ պայմանավորվում են, որ A. ձեռքով խաղալ չկա, B. դարպասին պետք է ընդամենը 1 դարպասապահ կանգնի եւ G. մրցակից թիմի խաղացողների ականջը կծել չի կարելի։ Եվ շատ պարզ թվացող այս կանոնները համաձայնեցնելով թիմերն սկսում են խաղալ։ Բայց միանգամից պարզվում է, որ A. թիմերից մեկի խաղացողների հիմնական մասը ձեռքով է խաղում, B. դարպասին միանգամից 3 դարպասապահ է կանգնած եւ G. մրցակիցների ականջը կծելու համար այդ թիմում հատուկ վարժեցված կծողների խումբ ունեն։ Արդյոք այս պայմաններում որևէ պարագայում կարելի է գոնե մտքի ծայրով անգամ անցկացնել, որ խաղը կարող է արդար լինել։ Մարազմը չէ։ Բայց բանակցային գործընթացում նույն պատկերն է, ինչ ֆուտբոլային նկարագրված այս մարազմը։ Միջնորդների հետ միասին ձևակերպված հիմնարար սկզբունքներից երկուսը կողմերից մեկը արհամարում է ամենացինիկ կերպով։ Ուժի չկիրառում, ծիծաղելի անգամ խոսել այս սկզբունքի մասին, աչքի առաջ ունենալով այն սադրանքներն ու դիվերսիոն արձակումները, որոնք նախաձեռնում է Ադրբեջանը։ Ընդ որում, նույնիսկ համանախագահների հայտարարությունից առաջ էլ թշնամու դիպուկահարները Արցախցի զինվոր էին մահացու վիրավորել։
Հետևաբար, ինչի մասին է ընդհանրապես խոսքը, ինչ ուժի չկիրառում, պարոնայք, մարդիկ դիվերսիոն խմբերով մեր տարածք են մտնում ու կրակում խաղաղ քաղաքացիական ավտոմեքենայի վրա, կամ իրենց դիրքերից գնդակոծում են հայկական մանկապարտեզները։ Սա է ուժի չկիրառում։ Այդպես է կողմերից մեկը հարգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված եւ բազմաթիվ անգամներ ստորագրած հիմնարար սկզբունքը։ Ու մենք պետք է հավատանք, որ հակառակորդը ազնվորեն բանակցային գործընթացի է մասնակցում, կրակում է մեր մանկապարտեզների վրա, դիվերսիաներ կազմակերպում սահմանին, ու մենք պետք է բանակցենք ուժի չկիրառման սկզբունքի շուրջ, մի ծիծաղեցրեք, խնդրում եմ։ Հիմա դու ինձ ասա, ես ես մերձավորների ո՞նց սիրեմ, այդ բանդիտների, իրանք ինձ խփեն, ես իրանք սիրեմ, չէ կարող է, եթե տենց ես ուզում, տենց ես գրեք կարող եմ, բայց դրա համար ուժա չէ պետք։ Կամ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Պուճուր խանն իհարկե բոլոր քննարկումների ընթացքում ստորագրում է բոլոր այն փաստաթղթերի տակ, որոնց մեջ հիմնարար սկզբունքներից մեկը հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Բայց այլ բան է, թե ինչ է ստորագրում Պուճուրը, եւ բոլորովին այլ բան, թե ինչ է հայտարարում նա, երբ բանակցությունների սեղանի շուրջ չէ։ Իսկ հայտարարում է նա մի բան, որ Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, այսինքն, որ խորապես թքած ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։ Հետևաբար բանակցությունների համար անկյունակարային 3 սկզբունքներից եւս մեկի վրա։ Okay, մենք էլի պատրաստ ենք բանակցել, հանդիպել, քննարկել, բայց կարող է արդյոք ոչ դիվանագիր, ասենք լավ կյանք տեսած որևէ մեկը բացատրել, թե ինչպես կարելի է բանակցել մի մարդու հետ, որի խոսքը, որի տված խոստումը գրոշի արժեք անգամ չունի։ Հետևաբար, երբ համանախագահող երկրները հայտարարություն են ընդունում, որտեղ նշվում է, թե ցավում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները չկարողացան վճռական քայլեր ձեռնարկել, բնական ցանկություն է առաջանում ասել. «Ստոպ, պարոնայք, կոնկրետացրեք, խնդրում եմ, թե ով եւ ինչու չի կարողացել վճռական ջանք գործադրել»։ Թե չի ստացվում է, որ մրցավարը դեղին քարտ է ցույց տալիս ոչ միայն ձեռքով խաղացող, 3 դարպասապահ ունեցող ու մրցակիցների ականջը կծող թիմի ֆուտբոլիստերին, այլ բոլորին անխտիր, չգիտես ինչու։ Իսկ սա իրականում չափազանց վտանգավոր միտում է եւ ահա թե ինչու։ Քանի որ Պուճուրը լկստված լակոտ է եղել սկզբանե ադրբեջանական ԽՍՀ արքայազնի կարգավիճակում ու ավելի լկստվելու ակնհայտ հակումներ ունի, ամեն հերթական անգամ, երբ նրա կիրած բողկերը չնկատվելու են տրվում, նա բնականաբար մարսում է այդ բողկերն ու բնականաբար ավելի լկստվում։ Հենց այդ լկստվելու, անպատիժ մնալու արդյունքն է, որ նա այսօր ավելի ցինիկ է դարձել ու թեկուզ եւ իր բանակի տասնյակ զինվորների կյանքի հաշվին, բայց դիվերսիաներ է կազմակերպում, գնդակոծում է մեր գյուղերի մանկապարտեզները եւ այլն։ Բայց մենք բանակցում ենք, մենք խոսում ենք դիվանագիտությունից, հումանիզմից, բարձր բաներից, մի խոսքով։ И они еще борются за почетное звание Дома высокой культуры быта. А? Իսկ եթե միջազգային հանրությունը գոնե մեկ անգամ փորձեր Պուճուրի մեծ ականջներից հրապարակավ քաշել, հասկացնելով, որ չի կարելի տուն-տունի խաղալ գերտերությունների հետ, ամեն ինչ այլ կերպ կլիներ, ու հակամարտությունն էլ շատ ավելի մոտ կլիներ կարգավորմանը։ Թե չէ այս տեմպերով մինչև Պուճուրի ծոռները կբանակցենք, բայց ոչ մի կարգավորում էլ չի լինի, քանի որ գենետիկայի խնդիր կա, լկստված Պուճուրի կրտսեր Պուճուրները նույնպես լկստվելու հակումներ ունենալու են։ Առողջ եղեք։